Հայաստանի կառավարությունը խաբում է ԵԱՏՄ անդամներին։ Օգտվում է միության հնարավորություններից, բայց ուզում է Եվրամիություն մտնել։ Намерение вступить в Евросоюз. Ռուսաստանի Պետդումայի նախագահը ցինիզմ է անվանել Հայաստանի իշխանության գործողությունները, անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, որ Երևանը շուտով սկսելու է Եվրամիությանն անդամակցելու հայտի նախապատրաստումը։ Хочется, чтобы Армения. Կուզենայի, որ Հայաստանը կեղծ քաղաքականություն չվարեր։ Потому что если Армения принимает закон о намерение вступить в Евросоюз. Եթե Հայաստանն օրենք է ընդունում, որով հայտարարում է Եվրամիությանը միանալու իր մտադրության մասին, ապա ինչու եք օգտագործում ԵԱՏՄ հնարավորությունները, ինչու եք խաբում դրա անդամներին, դա ցինիզմ է։ Это цинично, это неправильно. Եվրամիություն եք գնում, գնացեք, բայց այդ դեպքում պետք չէ ԵԱՏՄ-ից արտոնություններ ստանալ, ասել է Վոլոդինը, նորից զգուշացնելով Երևանին ԵԱՏՄ-ի հաշվին եվրաինտեգրման անհնարինության մասին։ Այդ ԵԱՏՄ գործընկերներն են ջանում, որ մենք դա անենք, այսպես է արձանագրել Վոլոդինի կոշտ հայտարարությանը Հայաստանի ազգային ժողովի ՔՊԱ-ական նախագահը։ Հայտի փաստ է, որ հենց մեր ԵԱՏՄ գործընկերներն են մեզ ամեն ջանում, որպեսզի մենք դա անենք մի պարզ պատճառով, այսինքն ինչու այդպես ստացվում է, որովհետև նրանք անդադ ասում են, որ մենք պետք է հանրաքվե անցկացնենք, իսկ հանրաքվե անցկացնել Եվրամիության անդամակցության հարցի վերաբերյալ հնարավոր է միայն, երբ որ այդ հարցը ձևակերպված լինի։ Եվրամիության ու ԵԱՏՄ-ի միջև ընտրություն անելու համար հանրաքվեն անհնար է, քանի դեռ Եվրամիությունը Հայաստանից անդամակցության հայտ չի ստացել։ Կրկնում է Ռուբինյանը Փաշինյանի 2 օր առաջվա հայտարարությունը։ Հանրաքվեն հնարավոր կլինի անցկացնել միայն այն բանից հետո, երբ մենք դիմենք Եվրամիության անդամակցության համար, ստանանք համապատասխան արձագանք, ստանանք համապատասխան դրական արձագանք, ստանանք համապատասխան ավելի հստակություն քայլերի ժամանակային շրջանակների վերաբերյալ, այդ ժամանակ հնարավոր կլինի իրականացնել հանրաքվե։ Երբ են դիմելու անդամակցության համար չգիտի Ռուբինյանը, չգիտի նաև կդիմի արդյոք Երևանը հապկից պաշտոնապես դուրս գալու համար։ Թե կսպասի, որ դա անեն հապկ գործընկերները։ Ինչպես իրավացիորեն նշել է հարգարժան պարոն Պեսկովը, Հայաստանն ազատ է իր ընտրության հարցում։ Որովհետև Հայաստանն ազատ է իր ընտրության հարցում։ Երկուշաբթի Նիկոլ Փաշինյանի հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարումը վաճառելու առաջարկին էլ է կոշտ արձագանքել Մոսկվան։ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել եւ կոնցեսիայի իրավունքը վաճառել Հայաստանի եւ Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկրի։ Այսօր կա հնարավորություն մոտավորապես $400 միլիոն այդ կոնցեսիայի իրավունքը վաճառել։ Փաշինյանի շուրթերով արևմուտքն է շանտաժանում, ըստ Ռուսաստանի արտգործնախարարության։ Արևմուտքի երկրները պահանջում են տրանսպորտային ոլորտից հեռացնել ռուսական գործոնը, խոստանալով բազմամիլիոն անոց ներդրումներ, այնպիսի նախագծեր, որոնցում տնտեսական շահը հազիվ թե նկատելի լինի, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը։ Ըստ ռուսական կողմի, Հայաստանում հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հարցը լուծելու համար պետք է բանակցությունների սեղանի շուրջ նստել։ Հատկապես, որ Երևանը ցանկանում է այս հարցը լուծել բարեկամական հունով։ Համենայն դեպս այդպես են պնդում ՔՊԱ-ականները իրենց բոլոր ճեպազրույցներում։ Ամեն ինչ արել ենք եւ շարունակում ենք անել նորմալ բարիդրացիական բարեկամական հարաբերություններ ունենալու համար։ Լիլիթ Գասպարյան, Աշոտ Մնոյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։